նախորդ տարվա ընթացքում այս ուղղությամբ այդ թվում հանրային տիրույթում որոշակի քննադատությունը, այսպես կոչված դպրոցում իրենց տարիքից ուշ ընդգրկված երեխաների մասին եմ ուզում խոսել։ Գիտեք, որ բավականին հարցադրումներ առաջացրեց նախարարության այն քաղաքականությունը, որով մենք առաջարկում էինք խստացնել մոտեցումները, որ երեխաները պետք է հաճախեն դպրոց մինչև ուրեմն տվյալ տարվա սեպտեմբերին, եթե ինչպես օրենքով է սահմանված, մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը լրանում է իրենց 6 տարին։ Ուզում եմ հիշեցնել, որ այս կարգավորումը մեր երկրում գործում է դեռևս 2010 թվականից հանրակրթության օրենքի համաձայն։ Բայց գիտեք, որ մենք այստեղ ունեինք խնդիրներ, եւ այդ խնդիրները առաջ էին բերում նաեւ երեխաների տարիքից ուշ դպրոց գնալուն, որը բազմաթիվ ազդեցություններ էր թողնում նրանց զարգացման վրա։ Երբ որ մենք 2024 թվականին փոխեցինք կարգավորումը, նշելով, որ տարիքից ուշ գնալու դեպքում երեխան կնստի իր տարեկիցների հետ նույն դասարանում, եւ դա արեցինք մի տարի առաջ, այսինքն 25-ին ուժի մեջ մտավ, որպեսզի մեր ծնողները բավարար չափով իրազեկված լինեն եւ կարողանան իրենց որոշումները նախապես եւ ճիշտ ընդունել, նախորդ տարի ունեցանք բավականին մեծ ուրեմն անհանգստություն, թե արդյոք սա ճիշտ որոշում է երեխաների լավագույն շահի տեսանկյունից։ Մենք ամբողջ տարի այս երեխաների խմբի հետ, իսկ մենք խոսում ենք 469 երեխաների մասին, որոնք նախորդ տարի ուրեմն այս կարգավորման ներքո շահառու են եղել, այսինքն իրենց տարիքից ուշ են գնացել դպրոց։ Մենք առանձնահատուկ աշխատանք ենք իրականացրել եւ նաեւ մոնիտորինգի ենք ենթարկել երեխաների առաջադիմության ցուցանիշները, լինելու ուշադիր որևէ երեխայի լավագույն շահը չվնասելու եւ նրանց բավարար աջակցելու ուղղությամբ։ Եվ ինչ պետք է ասեմ տարեվերջին այս երեխաների մեկ ուսումնական տարվա արդյունքների վերլուծությամբ։ Պետք է ասեմ, որ այդ երեխաների 93%-ը ցուցաբերել է դրական առաջադիմություն, ինչը նշանակում է, որ նրանք ոչ միայն կարողացել են յուրացնել բաց թողածը, այլև հաջողությամբ իրենց տարեկիցների հետ միասին սովորում են նույն գործընթացի, ռիթմի եւ տեմպի շրջանակներում։ Սա ցույց է տալիս Խոսքը վերաբերվում է այն երեխաներին, որոնց 6 տարին արդեն լրացել էր նրանց առաջին դասարան չէին տարել եւ նրանք ավելի ուշ շրջանում են գնացել դպրոց եւ օրինակ միանգամից երկրորդ դասարանում են սկսել իրենց ուսումնառությունը եւ պարզ է, որ այս պարագայում պետք է թե առաջին դասարանի գործընթացը